մենք հանդիպեցինք 2020 թվականին, երբ աշնան արևն այնքան սիրուն էր, ինչպես միշտ, ու չգիտեինք դեռ, թե ինչքան դժվարին պիտի լինի մեր անցնելիք ճանապարհը։ Ցավոք, ամենաանկանխատեսելին եղավ, ու միասին ձեռք ձեռքի բռնած, ոգևորված ու հայրենիքի սիրով բոցավառ հավատացինք հաղթանակին։ Բայց ցավոք եղավ այն, ինչին ամենակիչն էինք սպասում։ Դժվար եղան տարիները, հուսահատությամբ ու հիասթափությամբ լցված, բայց դրանից ուժ առած, անցյալի սխալները գիտակցելով, ավելի արժևորեցիք կրթությունն ու դարձաք այնպիսին, ինչպիսին կաք այսօր, ու դեռ ավելին պիտի անեք տարիների հոլովույթում։ Ես հպարտանում եմ ձեր ակադեմիական հզորությամբ, ձեր գիտելիքահեն մտածողությամբ, ձեր այդչափ կարդացած տեսակով։ Դուք շատ հարազատ եք ինձ, որովհետև ձեր դաստիարակությամբ և արժեհամակարգով դուք իմ երազանքի դասարանը դարձաք։ Ցավոք, հաղթանակի ցնծերքը չերգեցինք միասին։ Ցավոք, կորստի ցավից կծկվեցինք հաճախ։ Բայց կորցրած հայրենիքը երբեք կորցրած չհամարեցինք, որովհետև մեր կողքին ամեն օր Արցախի կտորն ունեցանք ու նրա ուժով, կամքով վարակվեցինք նաև։ Մեր հնգամյա մարաթոնը ավարտին է մոտենում։ Կյանքի բնականon ընթացքն է։ Այո, հուզվելու ենք, կարոտելու ենք, դժվար է լինելու, որովհետև ես ձեզանից դասարան չէ, ընտանիք եմ կերտել, ու ձեզ հարազատ զավակիս չափ սեր ու հոգատարություն եմ տվել։ Կեցցեք, որ այդքան լավն եք, չափավոր և զուսպ, գիտակից և խելացի։ Շնորհակալ եմ, որ որքան էլ տարակարծիք եք եղել, երբեք չեք չարացել ու նեղացրել իրար, գիտակից լուծում եք տվել ցանկացած հարցի։ Շնորհակալ եմ, որ պահպանել եք ձեր ինքնատիպությունը։ Ես հաճախ եմ պարտվողի բերկրանքն ապրել ձեզ հետ։ Ձեր մտքի թռիչքի գերազանցությունից փշաքաղվել եմ հաճախ, բայց մի ներքին հպարտությամբ ցնծացել եմ թաքուն։ Նրանք իմն են, ամենաիմը։ Դուք ինձ համար առանձնահատուկ կարևորություն եք ունեցել, որովհետև ձեզ հետ եղած տարիներին ես կյանքի նոր ճանապարհներ եմ անցել։ Շնորհակալ եմ, որ ինձ համար եզակի ու կարևոր օրերին կողքիս եք եղել։ Ես հպարտ եմ, որ իմ ձեռագիրը կրողը նաև դուք եք։ Միայն խնդրում եմ, ավելի համարձակ նայեք կյանքին։ Մի քիչ խենց եղեք, նախաձեռնող, այլապես ստիպված պիտի լինեք այս աննորմալ աշխարհի անհասկանալի երթին հարմարվել։ Չդավաճանեք ձեզ ու ինձ։ Դուք ինձ համար հայի լավագույն տեսակն եք։ Տարեք ձեզ հետ ձեր մեջ սերմանած բոլոր արժեքները։ Փոխանցեք ձեր արժեհամակարգը մյուսներին։ Ու եթե գոնե մեկ հայի փրկեք կործանումից, ես ձեզ կասեմ, շնորհակալ եմ։ Հեռու եղեք ստորներից։ Մաքրեք ձեր միջավայրը մտքի բորոտներից ու շողոմներից։ Ու ոչ միայն հեռու, այլև բարձր եղեք։ Մի ստեք, մի հանդուրժեք ձեր շուրջը տիրող սուտն ու կեղծիքը, մի հանդուրժեք միչակությունը, դա ամենասարսափելին է։ Նույնչափ սարսափելին ինձ համար նաև ապերախտ մարդն է։
Գնահատեք ձեզ համար արված ամենափոքր բանն անգամ։ Հասկացեք անգամ ձեզ վրա թափված զայրույթի արժեքը։ Ինչքան թանկ եք դուք, որ ձեր հանդեպ անտարբեր չեն։ Թող որ դժվարությամբ, բայց խնդրում եմ, հենց դու եղիր այն միակը, ով անխառն մնաց, ով չձուլվեց։ Նորից եմ խնդրում, չդավաճանեք ինձ ու ձեզ։ Ես հավատում եմ ձեզ։